Հաճախ տարատեսակ խնդիրներ ենք նկատում ընտրողների ցուցակներում։ Երբեմն մի հասցեում տարօրինակ կերպով շատ մարդ է գրանցված լինում։ Երբեմն հասցեում գրանցված են լինում մարդիկ, որոնց սեփականատերը չի ճանաչում։ Երբեմն էլ ցուցակում լինում են արտագաղթած, նույնիսկ մահացած մարդիկ։ Եվ իրոք, ընտրողների ցուցակները տարբեր պատճառներով իդեալական չեն։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ընտրություններից առաջ հրապարակում է նախնական ցուցակները, որպեսզի քաղաքացիները ծանոթանան դրանց և շտկումների անհրաժեշտության դեպքում դիմեն լիազոր մարմնին, ժողովրդի լեզվով ասած, նախկին անձնագրային ծառայություն։ Ընդ որում, անճշտությունների մասին կարող է հայտնել ցանկացած անձ, իսկ հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել սեփականատերերից որևէ մեկը, ուղարկելով թեկուզ էլեկտրոնային դիմում։ Այդուհանդերձ, քաղաքացիները ոչ միշտ են նախապես ծանոթանում ցուցակներին, և անճշտությունները մնում են ընդհուպ մինչև քվեարկության օրը։ Նախկինում ցուցակում ներառված, բայց երկրից բացակայող անձանց տվյալներն ընտրակեղծարարների կողմից օգտագործվում էին այդ անձանց փոխարեն քվեարկելու համար։ Բայց վերջին 10 տարում բազմաթիվ կարգավորումներ են փոխվել, էլեկտրոնային գրանցման սարքեր են ներդրվել, և այլ անձանց փոխարեն քվեարկելը գործնականում դարձել է անհնար։ Իսկ եթե որևէ մեկը փորձի գնալ նման հանցավոր քայլի, ապա շատ հեշտ կբացահայտվի ստորագրված ցուցակների հրապարակման և տեղամասում մատնահետքերի հավաքագրման շնորհիվ։ Ամեն դեպքում, կարևոր է հիշել, որ ազգային ժողովի ընտրություններում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, անկախ իրենց հաշվառման վայրից։ Հետևաբար, անկախ նրանից, թե քաղաքացին որտեղ է հաշվառված, նա կարող է քվեարկել և միայն մեկ անգամ։ Այլ կերպ ասած, նույնիսկ եթե ձեր բնակարանում հաշվառված են անձինք, որոնց դուք չեք ճանաչում, դա ընտրակեղծիքի աղբյուր չէ։ Այդ անձինք, ովքեր էլ որ լինեն, եթե Հայաստանի քաղաքացիներ են, ունեն ընտրելու իրավունք, անկախ գրանցման վայրից։ Այդ անձինք հավանաբար ձեր բնակարանի նախկին բնակիչները կամ վարձակալներն են։ Նրանց հեշտությամբ կարող եք հանել հաշվառումից, սակայն դրանով նրանք ոչ կկորցնեն քվեարկելու իրավունքը, ոչ էլ ձեռք կբերեն այն։